Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ Արտակ Զեյնալյան, կողմ 67, դեմ 0։ Շնորհակալություն, շնորհավորում ենք։ Հարգելի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր ընտրությունից հետո ազգային ժողովի նիստին երդվում է, պարոն Զեյնալյան, խնդրում եմ համեցեք ամբիոնի մոտ։ Սահմանադրական ներողություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, փոխնախագահներ, հարգարժան պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի կոչմանը։ Երդվում եմ։ Շնորհավորում ենք։